Կուզեմ մի պատմություն պատմեմ, իմ սովորության համաձայն, ասում է, մի նավ գնում է շրջագայության ու հանկարծակի նավակոծության է ենթարկվում ու հայտնվում է մի կղզիում, կղզին մոտիկ է լինում։ Այս կղզի բնակիչները այս մարդկանց օգնում են, տանում են, կերակրում են, օգնում են ինչով որ կարող են ու հանգարցակի այս նավապետը տեսնում է այս կղզի առաջնորդի ձեռքին գիրք ու այդ գրքի վրա գրված է Աստվածաշունչ ու ասում է լսի բարեկամ դու հավատում ես այդ հնադարյան գրքին գիտեք ինչա պատասխանում ես առաջնորդը կղզի ասում է եթե չլիներ այս գիրքը իմ ձեռքին ասում է դուք հիմա կեփեիք մեր կաթսաների մեջ ու մենք ձեզ անուշ համտես կանեինք ամեն գիտես այս գիրքը գրվել է ու փոխանցվել է մեզ այս գրքի միջի խոսքերը մարդկանց կյանքեր են փոխում Այս գրքի միջի խոսքն է, որ իմ ու քո կյանքը փոխել է, որ դու այսօր այստեղ ես։ Ամեն։ Իրոք կյանք կա այս գրքի խոսքերի մեջ։ Գիտես ում մնա կյանք տալիս այս գիրքը, ով որ կարդում է, ով որ հավատում է, ով որ ընդունում է այս գրքի միջի խոսքերը, ով որ ապրում է Աստծո խոսքի համեմատ ու պահում է Աստծո պատվիրանքները ու դրա համար էլ հիմա ես ու դու այստեղ նստած ենք ու դրա համար էլ ես ու դու այսօր Աստծո տան մեջ ենք ու գիտես ոչ մի զուգադիպություն Ոչ մի պատահականություն չկա, որ դու այսօր այստեղ նստած ես, երբեք չմտածես, որ պատահական էր իմ այստեղ գտնվելը, որովհետև Աստված հատուկ ծրագիր ու նպատակ ունի իմ ու քո կյանքի համար, ամեն ընդունում ես դու, բայց Աստծո ամենամեծ ծրագիրն ու նպատակը գիտես որն է, որ ես ու դու փրկություն ունենանք, որպեսի ես ու դու լինենք իր հետ հավիտենության մեջ, այս է Աստծո մեծ նպատակը, եթե կուզես Աստծոն մի հատ փառք տուր դրա համար, ամեն, ու մարդու կյանքում, ընդհանրապես մարդու կյանքում, ոչ մի պատահական բան չկա, բայց ավելին ասեմ, հավատացյալ մարդու կյանքում ընդհանրապես պատահական բան չկա, եթե մեկը հավատացյալ ընդունել է Քրիստոսին, նրա կյանքի մեջ ընդհանրապես պատահական ոչ մի բան չի լինում, դրա համար ամուր բռնիր Հիսուսին, որովհետև Հիսուսն է ճշմարտությունը, կյանքը ու ճանապարհը, ուրիշ կյանք չկա, ուրիշ ճշմարտություն չկա, միակը Հիսուսն է, դրա համար ամուր բռնիր Հիսուսին, գիտես նոր կտակարանի մեջ, Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր, շատ առակներով էր խոսում, եթե հիշում եք, միշտ առակներ էր պատմում, Տեսեք ինչ է գրված Մատթեոս ավետարան 13-րդ գլխի 10-11 խոսքերում։ Ասում է աշակերտները մոտեցան եւ նրան ասացին. Ինչու ես նրանց հետ առակներով խոսում։ Իսկ նա պատասխանեց ու ասեց նրանց. Քանի որ ձեզ տրված է իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց ոչ։ Գիտես այսօր ինձ ու քեզ տրված է, որ իմանանք արքայության խորհուրդները, գիտես ինչի համար, որովհետև ես ու դու Սուրբ Հոգի ունենք, մեր մեջ Սուրբ Հոգի կա,
որը բացում է Աստծո խոսքի խորհուրդները։ Ու այսօր անկախ նրանից, թե այս աշխարհի մարդիկ ինչի են հավատում, ինչ են խոսում, ինչ են ասում, կամ անկախ նրանից, թե հավատացյալները ինչ են ասում, թե անհավատները ինչ են ասում, թե տարբեր կրոնների մարդիկ ինչ են ասում, ես ու դու, մենք հավատում ենք, որ Հիսուսը ծնվեց, աշխարհ եկավ իմ ու քո համար, անարգվեց, չարչարվեց, ծեծվեց, խաչը բարձացավ ու արյուն թափեց մեր մեղքերի համար, իմ ու քո մեղքերի համար, ամեն, մահացավ, թաղվեց ու երրորդ օրը հայրը նրան հարություն տվեց։ Ու սա ճշմարտություն է։ Ու 40 օր հետո համբարձվեց։ Ու գիտեք ինչ անում, հիմա հոր աջում նստած բարեխոսում է իմ ու քո համար, որ ես ու դու այստեղ այսպես հանգիստ նստած ենք, ինքը իմ ու քո համար բարեխոսում է հորը։ Հիսուսը ինձ ու քեզ գնեց ու դրա համար շատ մեծ թանկ գին վճարեց։ Ու ասեմ ամենահետաքրքիրը, հա, սիրելիներ, որ այդ ամենով չվերջացավ, որ Հիսուսը հիմա հոր աջում նստած բարեխոսում է։ Հիսուսը մի օր գալու է իր հարս եկեղեցու ետևից, որի մեջ ես եւ դու ենք։ Ամեն, սա հաստատ է, սա 100% է, սա չի փոփոխվելու, անկախ նրանից, թե ով ինչի է հավատում կամ ինչ է մտածում։ Ամեն։ Ու իմ սրտի ցանկությունն է, այսօր իմ պատրաստած պատգամի վերնագիրն է, արթուն եղիր, որ իրականություն լինի։ Իրականություն լինի ինչը, այն ինչին հավատում ենք, այն ինչին փափագում ենք, այն ինչին սպասում ենք, ասեմ ավելին, այն ինչի համար ես ու դու այսօր այստեղ նստած ենք, ուզում եմ, որ դա իրականություն լինի, չլինի, թե հանգարցակի դա երազ լինի, որ դա իմ ու քո կյանքի մեջ իրականություն լինի, ու դրա համար ինձ ու քեզ պետք է արթուն լինել։ Չգիտեմ դու ոնց ես սա ընդունում, արթուն եղիր, որ իրականություն լինի։ Գիտես ինչի, որովհետև ոչ ոք չգիտի, ոչ ժամ, ոչ օր, թե երբ է գալու Հիսուսը, թե երբ է լինելու Քրիստոսի երկրորդ գալուստը։ Տեսեք ինչ է գրված Մատթեոս ավետարան 24-րդ գլխի 36-ից 39 խոսքերը։ Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակները եւ ոչ էլ որդին, այլ միայն հայրը։ Մարդու որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, որովհետև ինչպես որ ջրհեղեղի նախորդած օրերին էին ուտում, խմում, կին էին առնում, մարդու էին գնում, միջև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և չիմացան, միջև որ ջրհեղեղը եկավ և բոլորին վերացրեց, մարդու որդու գալուստն էլ այդպես է լինելու։ Ճիշտն ասեմ, ես չեմ եկել ձեզ վախեցնեմ, վախեցնելու համար չեմ եկել ու վախեցնելու համար չեմ ասում, այլ ուղղակի եկել եմ ասելու, որ արթուն լինես, որ իրականություն լինի այն ամենը, ինչին մենք հավատում ենք, ինչի համար մենք այստեղ ենք, ինչի համար մեր կյանքի օրերը դրել ենք, որովհետև Աստվածաշունչը ինքն է զգուշացնում մեզ, ամեն
կասեի ամեն վարքյան, երբ որ կարդում ես, տեսնում ես, անդադ զգուշացնում Աստվածաշունչը մեզ։ Ինչ որ բանի մեջ զգուշացնում, զգուշ եղիր, զգուշ եղիր, զգուշ եղիր, զգուշ եղիր։ Տեսեք ինչ է գրված Ղուկաս 21-րդ գլխի 34-ից 36 խոսքը։ Նորից, զգուշ կացեք անձներիդ։ Միգուցե ձեր սրտերը ծանրանա շատակերությունով, արբեցությունով, ապրուստի հոգսերով եւ այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա, որովհետեւ որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսին բնակված են։ Տեսեք, չի խոսում անհավատների մասին, ասում է բոլորի վրա։ Բոլորի վրա է գալու այդ օրը, որ սենց հանկարծակի է լինելու։ Ոչ մեկը չգիտի այդ օրվա մասին։ Ուրեմն, նորից ասում, արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոտ կարեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներիցը, որ պիտի լինի եւ կանգնել մարդի որդու առաջին։ Ահա թե ինչի համար ազգուշացնում Աստվածաշունչը։ Ահա թե ինչի համար եմ ես կանգնած, ոչ թե վախեցնելու, չէ ընդհակառակը, այլ ասելու, օգնելու, զգուշացնելու, որ մենք արթուն լինենք։ Գիտես, ինչքան լավ է, երբ որ ոչ օր գիտես, ոչ ժամ գիտես, հա, քո համար հանգիստ ապրում ես, որովհետև չգիտես ոչ օրը, ոչ ժամը։ Բայց գիտես, որն է կարևոր։ Կարևորը նա է, որ ես եւ դու ամեն օր պատրաստ լինենք, անկախ նրանից, թե ինքը որ օրն է գալու։ Ամենակարևորը, որ ես ու դու պատրաստ լինենք։ Հիսուսի երկրորդ գալստյանը։ Հիմա ուզում եմ Աստվածաշնչից, Հիսուսի առակներից մի հատ առակ կարդամ, իրար հետ միասին նայենք, որտեղ Հիսուսը խոսում է երկնքի արքայության մոտենալու մասին, Քրիստոսի գալստյան մասին։ Ու Հիսուսը պատմում է առակ, բայց սա ուղղակի առակ չէր, Հիսուսը ուղղակի հենց այնպես չէր պատմում, այլ պատմում էր, որպեսի ինձ ու քեզ զգուշացներ, որպեսի ինձ ու քեզ օրինակ լիներ։ Ու սա զգուշացում է մեր բոլորի համար։ Մատթեոս 25-րդ գլխում առաջի խոսքից։ Ասում է, այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերները առած դուրս ելան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին, իսկ 5-ը հիմար։ Հիմարները իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձետ չառան, սակայն իմաստուններն իրանց լապտերների հետ նաև ամաններով ձետ վերցրին։ Եվ երբ Փեսան ուշացավ, բոլորը թմրեցան ու քնեցին։ Եվ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս ելեք նրան դիմավորելու։ Ու այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին, հիմարներն իմաստուններին ասացին. մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են։ Իմաստունները պատասխանեցին ու ասեցին. չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի, ավելի լավ է վաճառողների մոտ գնացեք ու ձեզ համար գնեք։ Ու երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ ու ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան և դուռը փակվեց։ Ովքեր մտան Փեսայի հետ, ովքեր պատրաստ էին։ Աստծո խոսքը դրա համար մեզ զգուշացնում է, որ մենք միշտ պատրաստ լինենք։ Այդ ինչի կոմունիստական կարգերի ժամանակ, երբ որ ասում ենք,
միշտ պատրաստ ենք։ Իսկ հիմա չենք կարող պատրաստ լինել։ Կարող ենք, դրա համար էլ Աստծո խոսքը մեզ հուշում է, մեզ օգնում է, որ մենք միշտ պատրաստ լինենք Փեսայի գալստյանը։ Ասմա 11-րդ խոսքը ասում է, հետո եկան նաև մյուս կույսերը եւ ասեցին. Տեր, բաց արա մեզ համար։ Իսկ նա պատասխանեց ու ասեց. ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օր, ոչ ժամ։ Դրա համար ինձ ու քեզ պետք է արթուն լինել, որովհետև մենք չգիտենք օր ու ժամը, թե երբ կգա Փեսան։ Այս ամենը գրված է իմ ու քո մասին, գիտես։ Ես արդեն հավատում եմ, որ դու պատկերացրիր ինչ նկատի ուներ Հիսուս այս առակը պատմելով։ Սա խոսում է իմ ու քո մասին։ Որովհետև մենք ենք այսօր սպասում Հիսուսին, որովհետև մենք այսօր Քրիստոսի հարսն ենք։ Մի քիչ միգուցե կոպիտ է հնչում, տղամարդ եմ, բայց հարս եմ։ Այո, այսօր ես ու դու Քրիստոսի հարսն ենք, որովհետև Քրիստոսի հարս եկեղեցու մեջ ենք։ Ու ովքեր որ պատրաստ էին, նրանք մտան Փեսայի հետ, ու ասում է դուռը փակվեց, ու նրանք հետո երբ որ եկան գնացին յուղ առան, նրանց համար էլ դուռը չբացվեց քաղցրներ, նրանք մնացին։ Ու այսպիսի առակներ Հիսուսը շատ է պատմում Աստվածաշնչի մեջ։ Տերը խոսում է կույսերի մասին ու տենում ենք, որ ցույց է տալիս երկու տեսակի կույսեր։ Կույսեր իմաստուն, ովքեր ունեին լապտերներ եւ բացի լապտերներից ամանների մեջ յուղ էին վերցրել։ Ու կույսեր հիմար, ովքեր լապտերները առանց ավելորդ ձեթի էին։ Ունեին լապտեր, բայց ձեթ չունեին։ Աշխարհից sense պատմություն կա, հա, մեկի մեքենան գողանում են, ասում է գողանում են, գողանան, մեկը բանալների մոտ է։ Պատկերացնում եք, լապտեր էր վերցրել, բայց յուղ չէր վերցրել լապտերը վառելու համար։ Ու ասեմ քեզ Հիսուսը, ես հավատում եմ, որ թույլ տվեց այս ամենը գրվի Աստվածաշնչի մեջ, որ այսօր ես ու դու կարդանք, որ այսօր այս առակը ես այստեղից խոսեմ այս առակի մասին, որպեսզի ես ու դու արթուն լինենք։ Գիտես, կույս լինելու համար հավատալ պետք չի։ Խնդրեմ ուշադիր լինես, որ ինչի մասին եմ, ինչ եմ ուզում ասեմ։ Կույս լինելու համար հավատալ պետք չի։ Ես հավատում եմ, ես կույս եմ։ Չէ, հավատալ պետք չի, որ ես հավատում եմ, ես կույս եմ, դրանով ես կույս չեղա։ Կույս լինելու համար գործողություն անել պետք չի։ Ինչ որ մի բան անեմ, որ կույս լինեմ։ Չէ, սիրելիս, կույս լինելու համար ինչ որ մի բան անել պետք չի։ Գիտես կույս լինելու համար ինչ է պետք։ Կույս լինելու համար ուղղակի սրտի որոշում է պետք։ Ես իմ սրտի մեջ որոշում եմ, որ ես կույս եմ լինելու։ Կույս եմ մնալու իմ Փեսայի համար։ Մատթեոս ավետարանի 16-րդ գլխի 24-25 խոսքերը։ Տեսեք ինչ ասում, այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասեց. եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա եւ իր խաչը առնե եւ իմ ետևից գա, որովհետեւ ով որ իր անձը ուզե ապրեցնել, կկորցնի նրան եւ ով որ իր անձը կորցնե ինձ համար, կգտնե նրան։ Կույսերը նրանք էին, ովքեր որոշում էին կայացրել իրենց սրտերում, որ ես մեռած եմ այս աշխարհի համար, որի միակ նպատակը Փեսան է, ես սպասում եմ Փեսային, որ ես մեռած եմ իմ համար ու ապրում եմ Հիսուսի համար։ Դրանք մենք ենք։ Ես ու դու էլ ես հավատում եմ, որ պետք է ամբողջովին մեռած լինենք այս աշխարհի համար ու ապրենք Հիսուսի համար։ Այսինքն աշխարհը իր ամբողջ ցանկություններով, իր հաճույքներով իմ համար մեռած է, չկա։
իրականություն է, մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, սա իրականություն է, բայց ես ու դու արդեն ունենք որոշում, մնանք իմ խնդրակը, մնանք մեր որոշման մեջ հաստատ, իսկ եթե դու դեռ որոշում չունես, որոշում չես կայացրել, եթե կա մեկը, այնքան կցանկանամ, որ այսօր դու որոշում կայացնես, որ ապրելով այս աշխարհի մեջ, ես մեռած եմ այս աշխարհի համար, ապրելու եմ Հիսուսի համար, գիտես ինչի համար, որովհետև Հիսուսը մեռավ իմ ու քո համար, ես ու դու այսօր պիտի ապրենք Հիսուսի համար, այս աշխարհը իմ ու քո համար պետք է մեռած լինի, գիտես բանը նրան մասին չի, որ ոչ մի տեղ չգնանք, չաշխատենք, չմտածենք մեր ընտանիքների մասին, երբ որ նոր էի ապաշխարել, նոր ընդամենը մի քանի օրեր էր, հա, մտածելակերպս այսպես էր, որ ինձ ասում էին միջով ապաշխարելը, որ իմ ընկերներն ասում էին, որ Հիսուսին ընդունես ամեն բան լավ ալնելու, բոլոր հարցերը լուծվելու է, դա 90-ական թվականներն էր, դժվարություններ, ես էլ եկել էի այստեղ առանց աշխատանքի, ասում էին, որ Հիսուսին ընդունես ամեն բան լավ ա լինելու, ասում էի, հա, ուրեմն Հիսուսին ընդունեմ, տունը նստեմ, դիվանի վրան պառկեմ ու դուռը բացելու են, ինձ տալու են ուտելիք, տալու են գումար, ամեն բան, ասում էր չէ, այդքան էր իմ հասկացողությունը։ Սա իրոք մենք ապրում ենք մի իրականության մեջ ու նա, որ ասում եմ, ասենք, մեռած ենք աշխարհի համար, դա չի նշանակում, որ ոչ մի բան չանենք, չմտածենք մեր ընտանիքների մասին, չմտածենք մեր աշխատանքի մասին, ուղղակի ուզում եմ ասել, որ մեռած լինենք այս աշխարհի համար ու ապրենք Հիսուսի համար։ Ու գիտես, եթե կա մեկը, որ այս աշխարհի մեջ կա ինչ-որ մի բան, ու այդ ինչ-որ մեկի համար փափագելի է, ու որը այդ անձնավորությանը հեռացնում է Հիսուսի ճշմարտությունից, կոչումից ու կանչվածությունից, ասեմ քեզ, այդ անձնավորությունը ապաշխարության կարիք ունի։ Եթե այս աշխարհի մեջ կա ինչ-որ մի բան, ինչ կուզես վերցրու, որը դեռ քո սրտի համար փափագելի է, դու փափագում ես այս աշխարհի ինչ-որ մի բան ունենաս, ամեն բանից առավել, ասեմ քեզ, այդ անձնավորությունը ապաշխարություն է պետք, այդ անձնավորությունը աղոթքի կարիք ունի, որպեսզի ապաշխարի և աղոթքանի հրաժարվի դրանից, որովհետև հնարավոր չի, եթե մեկը ուզում է իր անձը ապրեցնի, կկորցնի նրան, բայց եթե մեկը իր անձը Հիսուսի համար կորցնի, նա կգտնի է։ Հիսուսի առակը մեզ հուշում է, որ 10 կույս էին, հա, այսինքն, նրանք 10-ն էլ իրանց պատրաստել էին, 10-ն էլ սպասում էին, 10-ն էլ գնացել էին, 10-ն էլ ուզում էին դիմավորեին, գնացել էին դիմավորելու Հիսուսին, Փեսային։ Այսինքն, դուրս է գալի Քրիստոսի պատմած առակից, որ կարելի է լինել կույս հիմար ու կարելի է լինել կույս իմաստուն, հա, գիտես ովքեր էին այդ կույսերը, ասեմ ձեզ, հավատացյալ էին, գիտեին Հիսուսին, 100%, վերստին ծնված էին, ջրով մկրտված էին, հոգով մկրտված էին, անցել էին աստվածաշնչյան դասընթացները, հնարավոր է ծառայող էին, հնարավոր է և քարոզող էին, խոսում է հավատացյալ մարդկանց մասին, սիրելիս, այս առակը չի խոսում աշխարհիկների մասին, անապաշխար մարդու մասին, կույսերը անապաշխարները չէին, որքեր չէին ճանաչում Աստծուն, կույսերը խոսում է նրա մասին, որ նրանք հավատացյալ էին, որովհետև նրանք գիտեին, նրանք գնացել էին, նրանք սպասում էին Հիսուսին։ Փեսային կներեք, որ իմ համար այդ Փեսան Հիսուսն է։
Բայց դուրս է գալի, որ 5-ը հիմար էին, 5-ը իմաստուն։ Այսինքն դուրս է գալիս, որ հնարավոր է հիմար էր լինել։ Ու գիտեք ինչ ասում Աստվածաշունչը։ Տեսեք Սաղմոս 111 գլխի 10-րդ խոսքը ինչ է ասում։ Ասում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Այսինքն եթե մեկ ուզում է իմաստուն լինի, պետք է Տիրոջ երկյուղը ունենա։ Նայեք, իմաստուն լինելու համար որոշում, ստեղ արդեն որոշում կայացնել պետք չի։ Ես որոշում եմ կայացնում, այսօրվանից իմաստուն եմ լինելու։ Այստեղ որոշում կայացնել պետք չի։ Իմաստուն լինելու համար գործողություն անել էլ պետք չի, որ ինչ որ մի բան անեմ, որպեսի իմաստուն լինեմ։ Իմաստուն լինելու համար Աստծո խոսքն ասում է Տիրոջ երկյուղն է պետք։ Գիտեք, Տիրոջ երկյուղ, այսինքն սա չի խոսում, որ ես ու դու վախենանք, սարսափի մեջ լինենք Տիրոջից։ Ասում է Տիրոջ երկյուղը նկատի ունի։ Աստծո խոսքը Տիրոջ երկյուղը մեզ ցույց է տալիս շատ տեղ, որ նկատի ունի, սիրենք մեր Աստծուն, որտեղ նայր, ոչ մի երեխա իր ծնողից չի սարսափում, բայց ծնողի վախ ունի, չէ, վախենում է ծնողից, բայց դա սարսափի մասին չի։ Եթե ես ինչ որ մի բան չեմ անում, հակառակ իմ ծնողին, դա չի նշանակում, որ ես վախենում եմ, որ հեսա իմ ծնողը ինձ կսպանի։ Չէ, ես սիրում եմ իմ ծնողին, դրա համար չեմ ուզում անել ինչ որ մի բան, որ իմ ծնողին ուզածին հակառակ լինի։ Ու Աստծո երկյուղը սրա մասին է խոսում, ոչ թե որ Աստված մեզ սարսափի մեջ է դնում, այլ ուղղակի ես ինչի համար մեղ չեմ գործում, ես ինչի համար այսպես չեմ անում, ոչ թե որ ես վախենում եմ, հեսա հենց որ ինչ որ մի բան անեմ Աստված ինձ կսպանի, կվերացնի, չէ, ես Աստծուն շատ եմ սիրում, նույնը դու, մենք Աստծուն սիրելով ենք այդ ամեն քայլին դնում, ու Տիրոջ երկյուղը խոսում է դրա մասին, որ ոչ թե սարսափ, այլ սեր դեպի Աստված։ Իսկ գիտես սեր դեպի Աստված ունենալու համար ինչ է պետք։ Հավատք է պետք։ Հավատք է պետք, ուղղակի հավատալ, ով է Աստված։ Հավատալ, ինչ է արել Աստված իմ ու քո համար։ Հավատալ, որ Աստված ինչքան շատ, ես մեկ, որ աղոթք եմ անում, ոչ թե ասում եմ Աստվածը մեզ ինչքան շատ է սիրում, իմ մոտ սենց սովորություն ար, ասեմ Տեր, ես ինչքան ահավոր շատ է սիրում ինձ, որպեսի ես ու դու հավատանք, որ Աստված ինչքան շատ է ինձ ու քեզ սիրում, այս հավատքն է պետք։ Հռոմեացիս 10-րդ գլխի 17-րդ խոսքը, տեսեք ինչ ասում, ասում է ուրեմն հավատքը լսելուց է, իսկ լսելը Աստծո խոսքից։ Այսինքն, եթե ես ու դու, եթե ես հավատք ունենամ, ինձ հավատք ունենալու համար, ինձ պետք է լսելու համար պետք է Աստծո խոսք։ Այսինքն, հավատք ունենալու համար ինձ Աստծո խոսք է պետք, որ ես Աստծո խոսքը, երբ որ կարդամ, իմ մեջ հավատքը կշատանա, որովհետև հավատքը շատանալու համար ոչ մի ուրիշ տարբերակ չկա։ Շատ դեպքերում գիտես լսել ենք, որ մարդիկ ասում են, իմ համար աղոթք կարա, որ հավատքը շատանա։ Լսի բարեկամ, ուզում ես հավատքը շատանա, Աստծո խոսք կարդա։ Աղոթք անելով հավատքը չի շատանում, մարդու հավատքը շատանում է ու մեծանում է Աստծո խոսք կարդալով։ Այսինքն, ինձ ու քեզ իմաստուն լինելու համար ուղղակի պետք է Աստծո խոսք, որ ես ու դու իմաստուն լինենք։ Եթե Աստծո խոսք կարդանք, ես ու դու կլինենք իմաստուն։ Տեսեք ինչ ասում Հեսուի գիրքը, առաջի գլուխ 8-րդ խոսքը։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Այս օրենքի գիրքը
քո բերանից չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այդ ժամանակ ճանապարհները հաջողակ կլինի կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես, այն ժամանակ իմաստուն կլինես, իսկ առանց դրա չի կարող մարդը իմաստուն լինել, ու այն ժամանակ քո կյանքի բոլոր իրավիճակների մեջ դու կկարողանաս իմաստուն ձևով որոշում կայացնել, ամեն իրավիճակ, երբ որ քեզ կհանդիպի, դու այդ իրավիճակի մեջ կկարողանաս ճիշտ որոշում կայացնել, երբ որ այս խոսքը քո աչքի առաջից չհեռանա, երբ որ կարդաս, երբ որ իր գրվածի պես անես, պահես, դու քո կյանքի մեջ, ինչ իրավիճակ էլ քո կյանքի մեջ հանդիպի, դու ճիշտ ձևով կանցնես այդ իրավիճակը, որովհետև դու իմաստություն կունենաս։ Աստվածաշնչի մեջ, եթե հիշում եք, մի տեղ էլ է գրած, ինչ անում, անխելքը գնում է փոսի մեջ, չէ, իսկ իմաստունը փոսը շրջանցում է, որտև իմաստություն ունի։ Ու ահա թե ինչի համար էր Հիսուսն ասում կույսերին հիմար։ Նրանք կույս էին, հավատացյալ էին, հավատում էին, եկեղեցի էին հաճախում, տասանորդ էին տալի, զոհաբերություն էին տալի, ծառայում էին, ամեն ինչ անում էին, բայց Հիսուսը ասեց հիմար։ Ու նրանք գնացել էին Փեսային դիմավորելու։ Դրա համար ասում, ես այնքան եմ հավատում ու ընդունում, որ այս գիրքը իմ համար, ինչպես վարորդի համար այդ ճանապարհային երթևեկության կանոնները կյանքի համար, մեքենան վարելու, սա էլ մեր ամեն մեկի համար մեր կյանքի գիրքա, որ ոնց ապրենք այս երկրի վրա, ոնց գործենք։ Ու բանը նրանում էր, որ 5 կույսերը բացի լապտերի միջի ձեթից, այդ յուղից, ամանների մեջ ձեթ էին վերցրել ավելորդ։ Գիտես ինչի համար, որովհետև նրանք չգիտեին ոչ օրը, ոչ ժամը։ Դրա համար էլ նրանք սպասում էին ու դրա համար էլ նրանք զապաս, ավելորդ ձեթ ունեին իրենց հետ, որտև չգիտեին ոչ օր, ոչ ժամ։ Այսօր ով գիտի օրը, եթե մեկը գիտի ասեք, քանի հոգի միջով այսօր ասեցին, բոլորն էլ խայտառակ եղան։ Սիրելիներ, մենք չգիտենք օր ու ժամը, դրա համար ես ու դու պետք է ապրենք ամեն օր սպասելով Քրիստոսին։ Գիտես, Քրիստոսի գալը նկատի չունի, որ բոլորս էլ կենդանի ենք լինելու միջով Հիսուսի գալը։ Քրիստոսի գալուստը հնարավոր է վաղը լինի, հնարավոր է մի քանի օրից լինի, բայց մարդիկ կա, որ չեն ուզում գա, որովհետև դեռ նոր է գործերը սկսել, դեռ նոր է կպել գործը, որ մի քիչ ուշանա լավ կլինի Հիսուսը։ Այսինքն, յուղը, ձեթը, որ ասում է, Հիսուսը, այդ յուղը նրա համար էր, որպեսի լապտերը վառեին։ Իսկ 5 կույսերը ուղղակի ինչ էին արել, լապտեր էին վերցրել իրանց հետ, առանց յուղի, լապտեր ունեին, բայց յուղ չունեին։ Ումն էր պետք այդ լապտերը, որ ընդամենը մեջը ինչքան կար, այդքան յուղը վառվեց ու վերջացավ։ Միջև Փեսայի գալը նրանց լապտերները արդեն հանգեց։ Ու ինչ էր պետք նրանց։ Նրանց պետք էր գնային ձեթ ծախողի մոտ, որպեսի ձեթ առնեին։ Նայեք, նորից նույնը կրկնեմ, չեմ կրկնում, մի քիչ որ ուշադիր ելնեք, ձեթ ունենալու համար ստեղ հավատալ պետք չի արդեն։ Ոչ էլ որոշում կայացնել է պետք։
Եթե այնտեղ հավատալ էր պետք, որոշում կայացնել էր պետք, ձեթ ունենալու համար հավատալ պետք չի։ Ես հավատում եմ, ձեթ ունեմ իմ ամանի մեջ։ Եթե չունես, ինչքան ուզում ես հավատա։ Ես ձեթ ունեմ իմ ամանի մեջ, որովհետև ես տենց եմ, իմ սրտի մեջ որոշում եմ կայացրել։ Ձեթ ունենալու համար գործողություն է պետք անել։ Իսկ այդ գործողության ընթացքը դա չի կատարվում մեկ վայրկյանում։ Ուղղակի որոշեցի ու հենց հիմա իմ ամանի մեջ ձեթ լցվեց։ Ես չեմ խոսում հին ուխտի հրաշքի մասին, սա խոսում եմ իրականության, նա էլ էր իրական, բայց սա Հիսուս ուրիշ բանի մասներ ասում։ Ու ասեմ քեզ, այդ գործընթացքը պահանջում է ժամանակ, որպեսզի այդ յուղը ես ու դու ունենանք, դրա համար իմ ու քո հոգևոր կյանքի բոլոր օրերի մեջ է պահանջում գործընթաց, որ ինչքան որ ես ու դու ապրում ենք հոգևոր կյանքի մեջ, այդ բոլոր օրերի մեջ ես եւ դու պետք է այդ ձեթը հավաքենք։ Այդ ձեթը միանգամից մի օրվա մեջ չի լինում։ Ես այսօր հավատացյալ եմ ու վերջ լեցվեցի ձեթով, ես ձեթ ունեմ արդեն։ Եթե ինչ որ մի բան անհասկանալի է, հավատում եմ, որ երբ որ քարոզը վերջացնեմ, հասկանալի կլինի։ Ու մենք բոլորս գիտենք ֆիզիկայի օրենքից, որ լամպը հենց այնպես լույս չի տալի։ Ասենք, եթե լամպը ուղակի բերես կախես, հենց այնպես լույս չի տալիս։ Պատմեմ մի պատմություն, դա իմ պապի հետ է եղել, այն ժամանակ, երբ որ գնացել է ինչ-որ մի գյուղ, տեսել է, որ կախված է, լամպա ու լույս է տալի, գնացել է ինքն էլ է, մի հատ տարել է իրանց գյուղը, կախել է ու տեսել է լույս չի տալի, որտև լույսը հենց այնպես լույս չի տա, սա իրականություն է եղել, այսինքն լամպը լույս տալու համար ձեթ էր պետք, յուղ էր պետք, որպեսզի այդ լամպը լույս տա, ու հենց այդ լամպի մասին է խոսում Հիսուսը, որ յուղ է պետք, նրանք յուղ չունեին, դրա համար էլ կոչվեցին հիմար կույսեր, կույս, բայց հիմար կույսեր։ Տեսեք Մատթեոս ավետարան 5-րդ գլխի 14-րդ խոսքը խոսում է նրա մասին, որ դուք եք աշխարհի լույսը։ Մենակ դուք չէ, ես էլ ձեր հետ։ Դուք եք աշխարհի լույսը։ Մենք աշխարհի լույսն ենք։ Այսինքն Հիսուսը, որ պատմեց այդ առակը կույսերի մասին, 5-ը հիմար էին, 5 իմաստուն, ինքը նկատի ուներ իմ ու քո մասին, որ մենք ենք այս աշխարհի լույսը, ու մենք, բարեկամներ, չենք կարող լույս տալ, եթե մենք չունենանք մեր մեջ յուղ, մենք չենք կարող լինել այս աշխարհի լույսը, յուղ, որը պետք է լույս տալու համար, ու այդ յուղը, եթե ես ու դու մեր մեջ ունենանք յուղ, ես ասեմ քեզ, մենք կունենանք իշխանություն լույս տալու այս աշխարհի մեջ, իսկ այդ լույսը, երբ որ մեր մեջ յուղ լինի ու մենք լույս տանք, այդ լույսը կտա մեզ հնարավորություն խավարի մեջ չմնալու, ու կտա հնարավորություն մեզ սպասելու մեր փեսային, մեր փրկին, մեր Հիսուսին, այդ լույսն է, որ ինձ ու քեզ կտա հնարավորություն, որպեսզի սպասենք մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալը, որը ես ու դու չգիտենք ոչ օր, ոչ ժամանակ։ Այդ ամանները իմ ու քո ներսի մարդն է, որովհետև Աստծո խոսքն ասում է առաջի Կորինթացիս 3:16-ում, ասում է, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, ու Աստծո հոգին է ձեր մեջ բնակվում։ Ձեթ չունենալ, այսինքն նշանակում է լցված չլինել Աստծո հոգով։ Ձեթ ունենալ նշանակում է լեցված լինել Սուրբ Հոգու ներկայությունով, Սուրբ Հոգու զորությունով ու Սուրբ Հոգու օծությունով։ Ահա թե որն է։ Եթե ես չունենամ Սուրբ Հոգու ներկայություն իմ մեջ,
Սուրբ Հոգու զորություն ու օծություն ես չեմ կարող լույս տալ։ Ահա թե ինչի համար զգուշացնում Աստվածաշունչը։ Ու այդ ամենը ունենալու համար ասեմ քեզ բարեկամս, միակ տարբերակ կա, ուրիշը ման չգաս։ Միակ տարբերակ կա այդ ամենը ունենալու համար։ Ու գիտես որն այդ տարբերակը։ Հիսուսի հետ հաղորդակցությունը, որ կարող լինենք առնել Հիսուսից ու լեցվել այդ ձեթով, այդ յուղով, Սուրբ Հոգու զորությունով, ներկայությունով, օծությունով։ Ու գիտես երբ է կատարվում դա, կատարվում է նորից ընդամենը մի իրավիճակում, միայն մի ժամանակ, երբ որ դու ունես անհատական հաղորդակցություն Հիսուս Քրիստոսի հետ քո առանձին սեյնակում։ Մատթեոս 6:6-ը ասում է. Այլ երբ դու աղոթք կանես, մտիր քո սեյնակը, փակիր քո դուռը եւ ծածուկ աղոթք կարա քո հորը։ Եվ քո հայրը, որ տեսնում է ծածուկ, հայտնապես կհատուցանի քեզ։ Ես ասեմ, աղոթքի ծառայությանը դեմ չեմ։ Այս մեր ծառայություններին, որ աղոթք ենք անում, ես դեմ չեմ։ Բայց ասեմ քեզ, մարդը հոգևոր լեցվում է հոգու զորությունով, երբ որ ինքը անհատական, ինքն է ու Աստված, ինքն է ու Հիսուսը։ Դրա համար ասում, մտիր քո սեյնակը դուռդ փակիր, որտեվ գիտեք շատ ժամանակ առավոտյան որ աղոթք ենք անում, լինում է որ ես ու կինս իրար հետ ենք որ աղոթք անում։ Լինում է ինքն է շուտ զարթնում, լինում է ես եմ շուտ զարթնում, այնքան լավ է որ ես եմ շուտ զարթնում։ Իմ համար աղոթք եմ անում, գիտեմ ինքը չի լսում։ Ինչ ոնց պետք է իմ Աստծո հետ խոսում եմ, ինչ պետք է ասում եմ։ Նույնիսկ եղել է դեպքեր, երբ որ սկսել ենք աղոթք անել, ես տեից գնացել եմ մի ուրիշ տեղ, որ իմ համար հանգիստ իմ Աստծո հետ աղոթք անեմ։ Միակ տարբերակն է, եթե ուզում ենք ես ու դու լեցվենք Աստծով, ունենանք յուղ մեր ներսում, որպեսզի մենք լույս կարողանանք տալ, դա միակ տարբերակը հաղորդություն Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցվել, իսկ դա միայն անհատական աղոթքն է։ Կարող ես դեմ լինել, կարող ես չընդունել, բայց ես դրան եմ հավատում, որտեղ իմ կյանքի մեջ ես այդ ձև եմ տեսելու, հնարավոր չի ընդհանուր աղոթքի մեջ Տիրոջ ներկայությունը կգա, Տիրոջ հայտնությունը կգա, Տիրոջ հետ կհաղորդակցվես, բայց շատ կարևոր է, երբ որ դու ես ու ինքը, էլ ոչ մի խանգարող չկա։ Կներես ուղղակի ես այսպես եմ հասկանում ու ուրիշ տարբերակ ես չեմ տենում։ Ու ասեմ, կասես, բա ինչքան աղոթք կանեմ, ինչքան լեցվեմ, որ հերիքի փեսային սպասելու համար։ Այդ ժամանակը որոշող Աստված է, ես չեմ կարող ոչ մի բան անել։ Աստված է որոշում, ինչքան ժամանակ անես։ Գիտես, ինձանից ու քեզանից պահանջվում է լեցվել Սուրբ Հոգով ամեն օր։ Ամեն օր։ Դրան ոչ օր ունի, ոչ ժամանակ ունի, որ ինչ որ ժամանակ է, երբ որ այսքան լեցվեցիր, բավարար է, հանգիստ եղիր, կհասցնի փեսային դիմավորես, չէ, ինձ ու քեզ պետք է ամեն օր լեցվել Սուրբ Հոգով, ամեն օր ունենալ հաղորդակցություն Հիսուս Քրիստոսի հետ, որովհետև ես ու դու չգիտենք ոչ ժամ, ոչ ժամանակ, ու ասեմ քեզ, չարժի, սիրելի եղբայր քույր, չարժի վատնել այս կյանքի օրերը անիմաստ, չարժի, գիտես, լինել եկեղեցում, ժամանակդ անցկացնել եկեղեցում, բայց չփափագել այն օրվան, թե երբ կլինի հանդիպումը Քրիստոսի հետ։ Դա Հիսուսը պատմեց այդ առակը,
Եթե պատմեց, նշանակում է հնարավոր է լինի այդպեսի դեպքեր։ Դրա համար էլ Հիսուս այս առակը պատմեց, որ ես ու դու ուշադիր լինենք, որ չլինենք հիմար կույսերի նման։ Ես չեմ հավատում Հիսուսի անունով քավ լիցի, որ ինչ որ մեկը, որ այս դռնից մտնում է ներս Աստծո օթևան, հանգարցակի դուրս մնա դրանից։ Ովքեր մտան Փեսայի հետ հարսանիք, ովքեր իմաստ ունեին, ոչ, նրանք ովքեր կույս էին, ոչ, նրանք ովքեր կույս էին, իմաստուն էին ու ունեին լապտեր և իրենց հետ յուղ ունեին, ով մտավ, ահա թե ով մտավ Փեսայի հետ, ոչ թե ուղղակի իմաստուն էին, ոչ թե ուղղակի կույս էին, ոչ թե ուղղակի լապտեր ունեին, այլ նրանք կույս էին, իմաստուն էին, ունեին լապտեր և լապտերի բացի զապաս ավելորդ յուղ ունեին, որովհետև իրանք չգիտեին ոչ օր, ոչ ժամանակ, սիրելիս, այսօր ես ու դու էլ չգիտենք ոչ օր, ոչ ժամանակ, այս սրա համար եմ ուզում, որ արթուն լինենք, որ իրականություն լինի, այն ինչին, որ այսօր ես ու դու հավատում ենք, ես ու դու սպասում ենք, ինչի համար գալիս ենք ամեն օր այստեղ, Աստծուն պաշտում ենք, Աստծուն մեծարում ենք, մեր կյանքի օրերը վատնում ենք, Աստծո հետ, որ այս ամենը իրականություն լինի, չլինի ուղղակի երազ կամ խոսքեր։ Ու մի բան էլ ասեմ, արդեն վերջացնում եմ, գիտես, ինչ որ իմ ու քո կյանքի մեջ եղել է, հա, ինչ դժվարությունների մեջով անցել ենք, ինչ նեղություններ մեր կյանքերի մեջ տեսել ենք, կա մեկը, որ դժվարություն, նեղություն չի ունեցել։ Այդ ամենը Աստված թույլ է տվել, որ մենք այդ ամենի միջով անցնենք։ Գիտես թույլ տալը որն է։ Աստվածաշունչը, որ ասում է, Աստված թույլ տվեց, նկատի չունի, որ Աստված ինքը արեց, որտեղ շատ ահավոր բաներ է գրված, որ Աստված թույլ տվեց, որ ինչ որ ազգերի սպանեն, ինչ որ երեխաների սպանեն, որ կարդում է, երբ որ նոր է հավատք եկել, ասում է, Աստված է սպանում։ Չէ, Աստված թույլ տվեց, գիտես ինչ ասում։ Ասում է, Աստված չարգելեց, որ այդ ամենը կատարվի։ Այն, ինչ որ իմ ու քո կյանքի մեջ եղել է, դժվարություններ, նեղություններ, հա, դա Աստված թույլ է տվել, այսինքն Աստված չի արգելել, որ դա կատարվի։ Գիտես, ինչի համար։ Որովհետև դրա հետ միևնույն ժամանակ Աստված իմ ու քո հետ է եղել։ Այդ ամեն դժվարությունների մեջ Աստված իմ ու քո հետ է եղել։ Ինքը չի արգելել, բայց ինքը իմ ու քո հետ է եղել։ Ու ասեմ քեզ, երբեք Աստված ինձ ու քեզ չի թողել։ Ու Աստված երբեք ինձ ու քեզ չի թողելու։ Աստված լինելու է իմ ու քո հետ մինչև աշխարհի վերջը։ Իսկ աշխարհի վերջից հետո արդեն ես ու դու ենք նրա հետ լինելու։ Մինչև աշխարհի վերջը Աստծո խոսքն ասում, Հիսուսն ասում է, ես ձեր հետ կլինեմ։ Մինչև աշխարհի վերջը։ Իսկ աշխարհի վերջից հետո արդեն մենք ենք իր հետ լինելու։ Ամեն։ Տերը օրհնի։ Այսինքն, կուզեմ կրկնենք ու վերջացնենք, հա, որպեսի մնանք կույս, որտեղ մենք հիմա այստեղ գտնվողները բոլորն էլ կույս են։ Որտեղ գիտես, ես երբ որ կարդացի մտածում եի, կույս, ախր կույսը աղջիկն է։ Տղեն ոնց, բայց հասկացա, որ տղեն էլ կարա կույս լինի, որտեղ Աստծու մոտ տղա աղջիկ չկա։ Տղեն էլ կարա կույս, երբ որ ասում են կույս, մտածում ենք, թե աղջիկ, հա, կին արմատ։ Ասեմ քեզ, կույսը տղեն էլ կարա լինի, ես այդ ձև եմ հասկանում,
որ տղեն էլ, տղամարդն էլ կարա իրեն առանձնացնի Աստծո համար, ոնց որ մենք ենք, չէ, բոլորս էլ առանձնացված ենք Աստծո համար, մենք սրբված ենք Աստծո համար, դրա համար եմ ասում, այստեղ բոլորն էլ կույս են, ուղղակի կույս մնալու համար, ինձ և քեզ պետք է մեր որոշման մեջ հաստատ մնանք, ես որոշել եմ կույս եմ լինելու միջև Փեսայի գալը, միջև Հիսուս Քրիստոսի գալուստը, միջև իմ կյանքի վերջի օրը ես կույս եմ լինելու, ես չեմ խառնվելու այս աշխարհի հետ, այս աշխարհը իմ համար մեռած է, ես էլ այս աշխարհի համար եմ մեռած, չկա այդպես մի բան այս աշխարհի մեջ, որ հանգարցակի ես զարթնեմ, ասեմ, վայ, չկորցնեմ հանգարցակի ինչ-որ մի բան, երկրորդը, ոչ թե ուղղակի իմաստուն կույս լինենք, այլ նաև իմաստուն լինենք, հա, ունենանք Տիրոջ երկյուղը, Աստծուն սիրենք, Աստծո խոսքը կարդանք, Աստծո խոսքը ունենանք մեր ներսում ամեն օր, ու ունենանք ձետ մեր ամանների մեջ, որովհետև մենք այս աշխարհի լույսն ենք, մենք արդեն լույսն ենք, մենք արդեն այդ լապտերն ենք, բայց ինձ ու քեզ պետք է ունենանք ձետ, այնքան, որքան որ բավարարի սպասելու Հիսուս Քրիստոսին, իսկ դա միակ ձևը մեր անհատական աղոթքն է, որ երբ որ դու ունենաս անհատական հաղորդություն, անհատական աղոթք Աստծո հետ, դու երբեք չես հոգնի այս կյանքի իրավիճակներից։ Գիտես, եթե հիշում եք ինչ էր գրված, ասում են նրանք, երբ որ Փեսան ուշացավ, նրանք թմրեցին եւ քնեցին։ Նույնը այսօր է, երբ որ ես ու դու ունենանք մեր կապը Քրիստոսի հետ, մենք երբեք ոչ կթմրենք, ոչ կհոգնենք, մենք շատ սիրով ամեն օր կսպասենք, Տեր, երբ ես գալու։ Երբ որ չունենաս կապ, ես քեզ ասեմ բարեկամ, կապ չունենալու դեպքում շատ արագ հոգնում ես, այս կյանքի իրավիճակները քեզ թմրեցնում են ու դու արդեն չես էլ ուզում սպասես Հիսուսին։ Ամեն